Ինձ համար հանդիպումը կայացած է, եթե ճիշտ է ընտրված վայրը եւ զրուցակիցը։ Այսօր ապրիլի 7-ն է, օրը տնական է, եւ ես Վիչի Սիգար Լաունջում մեկ գավաթ սուրճ եմ հրավիրել Smart հաշվապահական ընկերության հիմնադիր Գոհար Զարոյանին, երիտասարդ, բայց արդեն փորձառու, ով հիանալիորեն համադրում է խելքը, անսպառ հմայքը, հզոր էներգիան եւ գրավում յուրաքանչյուրին առաջին իսկ վայրկյանից։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն, սիրելի Գոհար, որ դուք ընդունեցիք իմ սուրճի հրավերը։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Շատ ուրախ եմ լինել ձեզ մոտ այս ջերմ մթնոլորտում։ Այսօր օրը տոնական է, հնչում են կանանց միամսյակի վերջին ակորդները եւ տղամարդիկ մեկ ամիս մեզ տվեցին այն վերաբերմունքը, որ պարտադիր պիտի լինի ըստիս տարվա 365 օրերի համար։ Այս միամսյակի դերը հա ձեր կյանքում։ Ես կարծում եմ, որ կանանց տոնը պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում, որովհետև կանանց կարևորությունը ցանկացած հասարակությունում շատ մեծ է։ Կանայք են կյանքի սկիզբը, կանայք են շատ կարևոր գործերի հիմքում կանգնած տրամադրող մարդիկ, այն գույները, որոնք որ կան կյանքում, դրանք ստեղծում են կանայք։ Ուստի ոչ միայն մեկ ամիս, այլ կարծում եմ, որ մեկ ամբողջ տարի պետք է լինել կանանց հանդեպ շատ ուշադիր եւ նվիրել ծաղիկները ոչ միայն մեկ ամսվա ընթացքում, այլ ամբողջ տարվա ընթացքում։ Չնայած որ շատ հաճելի է ունենալ հստակ օր, որը նվիրված է կանանց, ապրիլի 7-ը նվիրված է մայրերին, հաճելի է ունենալ նման տոն։ Իսկ դուք տոներ սիրում եք։ Շատ սիրում եմ բոլոր տոները, որովհետև բոլորը ունենում են իրենց մեջ հետաքրքիր խորհուրդ։ Իսկ նվերների շարքում ձեր սիրելի նվերը ո՞րն է։ Ծաղիկները։ Ես շատ եմ սիրում ծաղիկներ, այդ թվում նաև որոշակի զարդեր, հետաքրքիր նոր իրեր, բայց ոչ երբեք հագուստ։ Ավելի շատ սիրում եք տալ թե ստանալ։ Երկուսն էլ։ Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ։ Ես շատ համեղ սուրճ եմ հյուրասիրում։ Շնորհակալ եմ։ Անչափ համեղ քաղցրավենիք մարաշի։ Շնորհակալ եմ շատ, հա, շատ եմ սիրում։ Սուրճը ինձ համար արթնացնող միջոց է։ Ամեն առավոտյան 2-ը մեկում ես օգտագործում եմ սուրճ, որպեսզի կարողանամ արթնանալ։ Ես էլ առաջին գործը, որ անում եմ աչքերս բացելուց հետո, դա մեկ գավաթ սուրճ խմելն է, պատրաստել, խմել, նոր արթնանալ։ Հիմնականում իմ սուրճը եւ իմ օրը սկսվում է իմ ընկերությունում։ Եվ սուրճը մենք խմում ենք աշխատողների հետ։ Մինչև այդ պահը ես սուրճ չեմ խմում։ Արթնանում եմ, հասնում ընկերություն, այդ ժամանակ նոր 2 բաժակը միանգամից փորձում եմ թարմացնել օրս եւ սկսել։ Գիտեք ինչն է ինձ զարմացրել միշտ ձեր կերպարում, որ դուք ձեր արտաքին տեսքով որևէ կերպ չեք տեղավորվում հաշվապահի ստերեոտիպի մեջ։ Գեղեցիկ, հմայիչ, ժամանակակից, մի տեսակ ինձ համար կին հաշվապահը այլ կերպար պետք է ունենար։ Կարծում եմ դա ուղղակի հասարակության շատ տարիներ եկած որոշակի թելադրանք է, որ հաշվապահները պետք է լինեն տղամարդիկ կամ կանայք, որոնք որ ավելի ստանդարտ են, ավելի խիստ են, դա ըստ էության մեր մասնագիտությունն է թելադրում լինել այդպիսին։ Բայց կարծում եմ նոր սերունդը մասնագիտությունը կարող է օգտագործել ավելի ժամանակակից տեսքով։ Աշխատանքում մենք բոլոր օրենսդրական կարգավորումները պահպանում ենք եւ այլն, բայց դա կապ չունի իմ կերպարի հետ։ Այսինքն պարտադիր չի, որ ես լինեմ ստանդարտ հասարակությունից բխող որոշակի չափանիշներում, որպեսզի պատկանեմ, հա, այդ հաշվապահների շարքին։ Դուք սկզբում ընտրել եք ձեզ համար մասնագիտություն իրավաբանությունը։ Հետո դարձել եք հաշվապահ։ Այո, ես սկզբում սովորել եմ իրավագիտությունը, որը շատ եմ սիրել, եղել է իմ սիրած մասնագիտություններից։ Ուղղակի ընթացքում ես նաև աշխատել եմ ֆինանսական ոլորտում եւ ինձ համար ավելի հարազատ է եղել։ Եվ ընտրության ժամանակ ես ունեցել եմ շատ դժվար
էտապ, ընտրել ֆինանսականը, թե գնալ իրավագիտության հատվածով, որովհետև երկուսն էլ ինձ համար եղել են սիրելի եւ վստահաբար երկուսում էլ կլինեի հաջողված։ Ձեր հայրը տնտեսագետ է, ձեր եղբայրը եւս, Այո։ եւ տան տնտեսագիտական մթնոլորտը։ Որքանով է դեր խաղացել ձեր կողմնորոշման մեջ։ Ես եմ ընտրել իմ կողմնորոշումը։ Եթե ես օրինակ ուզեի լինել ուսուցչուհի, ես կլինեի ուսուցչուհի։ Այսինքն իրենց ընտրած մասնագիտությունը ինձ ըստ էության չի տարել որևէ ուղղությամբ, հա, որովհետև ես այս մասնագիտությունը սովորել եմ աշխատելու ընթացքում, սիրել եմ աշխատելու ընթացքում։ Աշխատանքը ինձ համար առօրյա է, ոնց են մարդիկ ուղղակի արթնանում, ապրում, օրվա ընթացքում որոշակի գործառույթներ իրականացնում, ինձ համար իմ աշխատանքը չի համարվում որպես աշխատանք, գնացի աշխատանքի վերադարձա տուն։ Ինձ համար դա ուղղակի իմ առօրյան է, ես անգամ չեմ էլ նկատում, որ ես աշխատում եմ։ Իսկ ինչի համար եք դուք սիրում ձեր աշխատանքը։ Հետաքրքիր է շատ։ Մենք աշխատում ենք տարբեր բիզնեսների հետ։ Ըստ էության տիրապետում ենք գրեթե բոլոր բիզնեսների ներքին կառուցմանը, մասնակցում ենք իրենց ստեղծմանը, ընթացքին, զարգացմանը, բաց թողումներին, հա, այդ թվում նաև ստուգումներին, շատ դեպքերում նաև անհաջողություններին։ Դա շատ հետաքրքիր է։ Ես տիրապետում եմ գրեթե բոլոր ոլորտների ստեղծմանը։ Արտադրություն, առևտուր, ներմուծում, արտահանում, այդ ամբողջը տիրապետում եմ։ Եվ դա շատ հետաքրքիր է։ Այնուամենայնիվ ձեր հոր մասնագիտական ահռելի փորձը որքանով է ձեզ օգնել, հա, ձեր կայացման ճանապարհին։ Խորհուրդներով։ Հայրս վարում է մինչև այժմ պետական պաշտոն։ Տեսեք, այդտեղ ունեցել ենք նաև ընդհարումներ, պետք է ասեմ, որովհետև պետական աշխատանքը այլ է, բիզնեսում լինելը այլ է։ Այսինքն իրենք միշտ ունենում են որոշակի գաղափարային բախումներ։ Մենք ունեցել ենք շատ ավելի բախումներ գաղափարային։ Ես եղել եմ ավելի շատ համարձակ, որովհետև եղել եմ բիզնեսում, հայրս բնականաբար աշխատել է պետական ոլորտում, օրենքների եւ այլն, եւ ունեցել է մի փոքր ավելի կաշկանդվածություն, որը հատուկ է կարծում եմ ցանկացած պետական ոլորտում աշխատող մարդուն։ Իսկ այդ մասնագիտական քննարկումներին ու վեճերին ձեր եղբայրը մասնակցում է։ Ահա։ Ինքն էլ ունի հստակ իր տեսակետները, եղբայրս եւս այս պահին բիզնեսում է, նոր քայլեր է անում դեպի բիզնես, որին միանշանակ շատ ենք օգնում, այդ թվում նաև իմ ընկերությունն է իրեն շատ օգնում։ Ընդհանուր քննարկումներ ունենում ենք միանշանակ։ Հայրս ավելի շատ մեզ համար, թե ինձ, թե Նարեկի եղբորս համար ավելի զսպող մաս է, որովհետև փորձեք ամեն ինչ օրենքում փորձեք այսպես չի կարելի, այդ թվում նաև ինձ շատ պետք է զգույշ լինել, պետք է զգույշ ստորագրել, ամեն կառույց պետք է շատ ավելի ուշադիր գնալ, ավելի զսպող։ Սթափեցնողի դերում հայրիկն է։ Հոգատար դերում է հայրս։ 6 տարի առաջ դուք ստեղծեցիք Smart հաշվապահական ընկերությունը։ Գաղափարը որտեղից առաջացավ։ Մինչև դա ես եւս եղել եմ ոլորտում։ Այդ ընթացքում ես դասավանդել եմ նաև ուսումնական կենտրոնում, որտեղ ինձ հրավիրել էին դասավանդելու, գլխավոր հաշվապահ աշխատել եմ այլ ընկերություններում, եւ այն հետաքրքրությունը, որ բացահայտել եւս մի նոր ընկերություն, մի նոր մոտեցում, այդ հետաքրքրությունը ավելին հասցրեց այն կետին, որ եղավ անհրաժեշտություն արդեն ունենալ սեփականը, որպեսզի եւ կարողանամ կառավարել իմ ժամանակը, որովհետեւ այլ բան է, երբ որևէ տեղում աշխատում ես հստակ ժամային գրաֆիկով։ Մի քանի տարի ես ապրել եմ այդ գրաֆիկով, այսինքն ավարտել X վայրում իմ աշխատանքը եւ գնալ արդեն իմ ընկերություն։ Ես այդ этаպն եմ ապրել, հա, կյանքում։ Հետո հասկացա, որ այլևս չեմ կարողանում։ Ինձ պետքա ավել ժամանակ։ Չեմ կարողանում այլևս ժամանակս վաճառել որևէ տեղում։ Այդպես առաջացավ մեկ ընկերություն, 2-3 եւ ունեցանք այն, ինչ այս պահին ունենք։ Եվ կարծում եմ կունենանք շատ նորություններ առջևում։ Իսկ ամենադժվարը, հա, բիզնեսը սկսելու ճանապարհին ամենասկզբում ո՞րն էր։ Ապրումները, պատասխանատվությունը, այս պահին էլ է շատ դժվար։ Ինչ որ տեղում աշխատող որպես դու չունես պատասխանատվություն։ Այդ պահին չունես աշխատողներ, որոնց հանդեպ դու զգում ես պատասխանատվություն։ Ամեն դեպքում գերադրական վիճակում չի քո պատասխանատվությունը։ Իսկ հիմա ամբողջ բեռը իմ ուսերին է, երկու ընկերությունների։ Նոր մտքեր, ինչպես կառուցել դա, նոր ռիսկեր, ընկերություններում առաջացող ստուգումներ, օրենսդրական փոփոխություններ, աշխատողների խնդիրներ, որը որ Հայաստանում կարծում եմ շատ է։ Շատ լուրջ խնդիր է, այո։ Շատ լուրջ խնդիր է, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին։ Մենք ունենք կադրերի շատ լուրջ խնդիր։ Բոլորը ուզում են աշխատել կարճ գրաֆիկով, քիչ պատասխանատվությամբ, վաստակել շատ գումար, որը որ մեր ոլորտում կարծում եմ
նորմալ չէ։ Մեզ մոտ պետք է ունենալ բարձր պատասխանատվություն եւ մասնագիտական բարձր որակներ, որպեսզի կարողանալ աշխատել։ Այդ ամենը բարդություններ են։ Մինչև հիմա կա եւ կարծում եմ ինչքան որ մարդիկ ստեղծում են իրենցը, հստակ մինչև կյանքի վերջ այդ բարդությունները հետևում է իրենց։ Դուք որոշ սկզբունքներ հիմա թվարկեցիք։ Այդ ձեզ համար ի՞նչն է կարևոր, երբ ընտրում եք աշխատակից։ Աշխատասիրությունը եւ մարդկային որակները, սրտացավությունը։ Ես այս տարիների ընթացքում ունեցել եմ շատ աշխատողներ, որոնք որ եղել է որ երկար են մնացել, եղել են որ շատ կարճ ենք միասին աշխատել։ Ինձ համար կարևորը սրտացավությունն է դեպի իմ տարած աշխատանքը եւ դեպի իմ ընկերությունը, որպեսզի աշխատեն նվիրված, լինեն սրտացավ յուրաքանչյուր ընկերության համար։ Ես անցնելով ինքնուրույն ստեղծելու բիզնեսի ճանապարհը, ես հասկանում եմ յուրաքանչյուր ընկերության հիմնադիր որքան է տանջվում ունենալ այդ ընկերությունը եւ պետք է ունենաս պատասխանատվություն, չվնասելու այլ մարդկանց ընկերություններին։ Իսկ դա մենք կարող ենք անել։ Բոլոր հաշվապահները վստահ կփաստեն, որ մեր գործոնը ցանկացած բիզնեսում շատ մեծ է։ Աշխատանքի ընթացքում աշխատակիցներին որքանով եք վստահում եւ որքանով եք վերահսկում։ Միշտ վերահսկում եմ։ Միշտ վերահսկում եմ, աշխատում եմ իրենց հետ համատեղ, օրվա մեծամասնությունը լինում եմ ընկերությունում, անում եմ ամենահաշիվ գրելուց մինչև հաշվետվությունները, կազմակերպչական աշխատանքները եւ այլն, այսինքն միշտ իրենց հետ եմ, միշտ իրենց մեջ եմ եւ աշխատում ենք միասին։ Միանշանակ որևէ գործողություն չի իրականացվում, եթե ես տեղյակ չեմ, որտեվ ամեն դեպքում պատասխանատվությունը իմն է եւ ընկերությունները վերջի վերջո ունեն համագործակցություն իմ ընկերության հետ։ Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ մեզ մոտ շատ դրական մթնոլորտ է։ Չենք ունենում վեճեր, խնդիրներ եւ այլն։ Ծանր խոսակցություններ հիմնականում։ Փորձում ենք դրանք հաղթահարել ամբողջությամբ զրույցների միջոցով։ Դուք խիստ ղեկավար եք։ Կարծում եմ պետք է աշխատողներից հարցնել, չգիտեմ։ Գիտեք ինչ, ես մտածում եմ, որ դուք շատ պահանջկոտ եք, որովհետև որքան որ ձեր կերպարը ուսումնասիրել եմ ու ծանոթ եմ ձեզ, դուք առաջին հերթին շատ պահանջներ եք դնում հենց ինքներդ ձեր առջև։ Հասկացել եմ, որ ես իմ ամենախիստ քննադատն եմ։ Երբեք ինձանով չբավարարվող, ինչ որ նոր բան փնտրող, ինչ որ կետում չկանգնող ու ինքս ինձ պատժող հետաքրքիր հատկություններ եմ ես վերջում ինձ ուսումնասիրելուց հայտնաբերել, որ հա ես կարողանում եմ ինձ կոնտրոլ անել։ Այսինքն եթե մարդկանց պետք է որևէ անձ, որպեսզի իրենց որոշակի կոնտրոլի մեջ պահել, ես ինձ կարողանում եմ կոնտրոլ անել։ Հստակ գրաֆիկ։ Ես ունեմ իմ ընկերությունը, բայց իմ գրաֆիկը այնքան հստակ է, որ որևէ մեկ այլ տեղում աշխատողի գրաֆիկ այդքան հստակ չէ։ Գիտեմ, ես զբաղվել եմ դրանով, ես պետք է հանդիպում ունենայի ձեր հետ եւ շատ դժվար էր տեղավորվել ձեր այդ անչափ զբաղված գրաֆիկի մեջ։ Չեմ դադարում նաեւ սովորել, տարբեր ուսումնական կենտրոններում նոր փոփոխություններին եմ ծանոթանում, նոր պլաններ ունեն։ Անընդհատ ինքնակատարելագործվելը շատ է պետք, չէ՞։ Կարծում եմ ներքին հատկությունը։ Զուտ մարդու էությունը։ Երբ ես վերլուծում եմ ինձ, այո, ես դեռ մանկուց դպրոցական տարիքից եղել եմ այդպիսի։ Այսինքն տեսակի խնդիր է։ Տեսակի խնդիր է։ Ուսանողական տարիներին եւս, երբ ուսանողներ էինք ինչ որ հաճելի, հա, մթնոլորտ է ամեն դեպքում ուսանողական տարիները, ինձ մոտ էլի աշխատել, ինչ որ տեղում նոր բան սովորել, ես ուղղակի եղել եմ այդպիսին, չեմ կարող ասել դա կյանքի որ этаպում ինչպես կգնահատեմ, դա եղել է դրական, թե ավելի լավ կլիներ մի քիչ ավելի թեթև։ Դուք եղել եք ինքներդ դուք։ Ես ինքս եմ ինձ կերտել։ Իսկ որքանով է թիմի դերը, հա, ձեր այս հաջողության պատմության մեջ։ Կարևոր է շատ։ Ցանկացած տեղում թիմը ամենակարևոր հիմքերում է դրված։ Եթե թիմը քեզ չի ընդունում, սրտացավ չէ։ Ես շատ շնորհակալ եմ իմ թիմին, որովհետև ըստ էության, եթե մենք ունենք անհրաժեշտություն աշխատել 3 ժամ ավել, մենք ամբողջությամբ կմնանք եւ կաշխատենք 3 ժամ ավել։ Մենք ունեցել ենք այդ փորձը։ Ունեցել ենք անգամ, որ հաջորդ օրը ունեցել ենք ստուգումներ ու պետքա ներկայանայինք, մենք աշխատել ենք անգամ գիշերը։ Մինչև 12-ը 2 անգամ մենք վերանայել ենք բոլոր պայմանագրերը, պատրաստված ենք եղել առանց իրենց ես ուղղակի չեմ կարող, որտեվ անգամ հիմա երբ ես ձեզ մոտ եմ, իմ թիմը այս պահին աշխատում է։ Իսկ ինչպիսին է ծառայությունների շրջանակը, հա, դուք որքան գիտեմ շատ բազմաճյուղ գործունեություն եք ծավալում։ Լայն, չունենք սահմանափակումներ, հարկատեսակների մասով, շրջանառության մասով, ունենք համապատասխան մասնագետները, համապատասխան փորձը, ամեն բան անում ենք մեծ պատասխանատվությամբ։
Նաև նեղ գիտակցելով։ ծառայություններ եք, չէ՞, մատուցում։ Խորհրդատվություն վերջին 1 տարվա ընթացքում նաև շատ ակտիվացավ մեր իրավական ծառայությունները։ Այս պահին ունենք մի քանի քրեական գործեր, որոնք որ վարում ենք։ Մի մասը արդեն հաջողությամբ պսակվել է, կարծում եմ, թե մենք կունենանք տեղադրած որոշումները, մեր էջում, որպեսզի մարդիկ էլ տեսնեն ընկերության հաջողությունները նաև այդ մասով։ Այս պահին մատուցում ենք նաև պետական գնումների ծառայություն, ունենք ընկերություններ, մտավոր սեփականության գրանցման մասով ենք ծառայություններ մատուցում, գրեթե բոլոր փորձերը եղել են հաջողված։ Outsource հաշվապահ ունենալը որքանով է արդյունավետ, քան ընկերության ներսում ունենալ աշխատակից։ Կարծում եմ շատ ժամանակակից է այս պահին եւ ավելի նախընտրելի, քան ընկերության ներսում ունենալ հաշվապահ, հաշվի առնելով մի քանի տարբեր փորձեր, որտեղ outsource-ը ամեն դեպքում ավելի ապահով է նաև հենց ընկերության համար։ Ըստ անհրաժեշտության մենք տրամադրում ենք նաև հաշվաբաներ, եթե ընկերությունը ցանկանում է, որ ինքը ունենա իր մոտ հաշվետար, հաշվապահ եւ այլն, մենք մեր աշխատողներից տրամադրում ենք իրենց, որպեսզի նստի իրենց գրասենյակում, բայց վերահսկում ենք մենք։ Ինչպես եք ստեղծում վստահության մթնոլորտը ձեր հաճախորդների հետ։ Տարիների ընթացքում այսօր էլ մինչև ձեզ մոտ գալը զրուցում էի ընկերության հետ, էլի ստուգումներ ունեինք եւ դա ենք ճանապարհին հենց զրուցում, այսինքն միասին համատեղ անցնում ենք որոշակի ճանապարհ եւ շնորհակալ եմ նաեւ իմ ընկերություններին շատ, որտեվ իրենք էլ մեզ բաց չեն թողնում որոշակի իրավիճակներում։ Հենց այս պահին ես ունեմ այդ իրավիճակը, որ ընկերությունը ինձ հետ է, իմ կողքն է, ես իրենց կողքն եմ եւ մենք միասին անցնում ենք որոշակի ճանապարհ։ Եվ չունենք այդ բարդութավորված վիճակը մեղադրելու, բա դուք չվճարեցիք, բա մենք չարեցինք, դա չունենք դեռևս։ Վստահաբար կլինեն։ Միանշանակ ընկերությունները շատ են եւ մարդիկ շատ են, որակները տարբեր են, հնարավոր է որ ունենանք տարբեր տեսակի դեպքեր, ես ընդունում եմ դրանք նորմալ։ Երբևէ եղել է, որ հրաժարվեք գործընկերությունից ձեր արժեքներին չհամապատասխանելու պատճառով։ Այո, 2 դեպք է եղել, ասեմ նաև, որ շատ խոշոր ընկերություն է եղել մեկը, որը որ մենք չենք կարողացել, չենք ունեցել նույն արժե համակարգը։ Իմ ընկերության արժեքները ինձ համար կարևոր են։ Այսինքն մենք ունենք ձեռագիր եւ ես թույլ չեմ տալիս որևէ ընկերության, թեկուզ մեծ ֆինանսներ հետապնդելու, արդյունքում վնասել մեր ընկերությունը, մեր ընկերության անունը։ Այս դեպքեր այո ունեցել ենք։ Դուք խոսեցիք դիմագծից, ես էլ որքան որ ձեզ կարողացել եմ ուսումնասիրել, հետևել այս տարիների ընթացքում, դուք մտաք շուկա, որտեղ կային հնաբնակներ եւ պետք էր, չասեմ մրցել, բայց իրենց կողքին ձևավորել դիմագիծ եւ դա ստացվեց։ Դուք ունեք արդեն որոշակի դիմագիծ։ Ինչ եք կարծում ձեր որ հատկանիշների եւ ընկերության որ արժեքների շնորհիվ դա ստացվեց։ Չհամեմատվել ոչ մեկի հետ։ Ես այդ սկզբունքը եղել է ի սկզբանե, հիմա կա եւ կարծում եմ այդպես էլ կշարունակվի։ Հարգում եմ յուրաքանչյուր գործընկերոջ աշխատանք, որովհետեւ ես գիտեմ դա ինչ ծանրություն է եւ ինչքան դժվար է ունենալ հաշվապահական ընկերություն։ Դա ծանր բեռ է իրականում, որտեվ բիզնեսի տերը ինքը հոգում է իր բիզնեսի ծանրությունը։ Քոնը մի տեսակ բոլոր ոլորտներին է, այսինքն դու աշխատում ես, քո էներգիան աշխատում է տարբեր ոլորտների հետ։ Դա բավականին դժվար է։ Չենք մրցակցում, չենք նույնականացվում։ Ես չեմ հետևում որևէ մեկի ձեռագրինը։ Ես ունեմ իմ սկզբունքները, ոչ մեկին չենք թերագնահատում, ուղղակի փորձում ենք լավ աշխատել։ Հետևել, անվտանգ պահել ընկերությունները, ստուգումներից հեռու պահել, օրենսդրական կոպիտ խախտումներ չանել։ Միանշանակ մեզ մոտ են լինում բաց թողումներ, իհարկե լինում են, աշխատանքը ծանր է, բայց փորձում ենք չհամեմատվել ոչ մեկի հետ։ Ինչն է ամենադժվարը, երբ դուք գործ ունեք ամենատարբեր բիզնեսների հետ։ Մարդկային գործոնը։ Ես միշտ շեշտել եմ մարդկային գործոնը, մեզ համար ավելի դժվար է այդ պահին այդ տնօրեն հիմնադիր մտածողությունը, կրթվածության աստիճանը, փառք Աստծո, հիմա կարծում եմ մեր երիտասարդները շատ են կրթվում։ Մեզ մոտ են շատ այդ հարցերը բարձրացնում, ուզում են ինֆորմացիային տիրապետել, դա մեր գործը հեշտացնում է։ Ամենադժվար բանը մարդկային գործոնն է, կարծում եմ, որտեղ ընկերությունը ամեն դեպքում ինքն իր աճով գնում է առաջ, բայց համագործակցել տարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ, ամեն դեպքում բիզնես ունեցող մարդը ունի որոշակի հստակ դիմագիծ, կերտած որոշակի ճանապարհ, ամուր նյարդային համակարգ, ամուր մտածողություն, մարզված մտածողություն եւ իրենց հետ լինել մեկ հարթակում, ամեն մեկի հետ փորձում ենք մեկ լեզվով բանակցել, խոսել։ Ես ունեմ մի արտահայտություն,
որը պիտի անձնական բրենդավորեմ, ասում եմ հաշվապահը բիզնեսի թաքնված հերոսն է։ Այո։ Ես կարծում եմ բոլոր բիզնեսմենները դրանք ընդունում են։ Հաշվապահը ամենակարևոր օղակն է ցանկացած ընկերությունում։ Ռիսկայնությունը բարձր է, իրենց մեկ գործողությամբ հնարավոր է, որ առաջանա շատ մեծ ռիսկեր, հնարավոր է, որ խուսափեն շատ մեծ ռիսկերից։ Մանավանդ որ վերջերս մեր հարկային օրենսդրությունը դարձել է խելահեղ արագությամբ փոփոխվող եւ միակ օրենսգիրքը, որտեղ տարին մի քանի անգամ փոփոխություն է արվում, դա հարկային օրենսգիրքն է եւ դժվարացնում է, չէ՞, դա եւ բիզնեսմենների աշխատանքը եւ ձեր աշխատանքը։ Միակ օրենսգիրքը, որ տարի մի քանի անգամ ոնց դուք նշեցիք փոխվում է, դա հարկային օրենսգիրքն է եւ չի փոխվում իշահ բիզնեսին։ Շատ անգամներ եմ ես դրա մասին նաեւ խոսել, որ մեր բոլոր փոփոխությունները հետո գնում են հետ փոփոխության, որովհետեւ ըստ էության չեն արդարացնում իրենց կամ դժվարացնում եւ ծանրացնում են հարկային բեռը։ Այս պահին չեմ մտաբերի որևէ փոփոխություն, որը իջեցրել է հարկատուի բեռը։ Ենթադրյալ այսպես ասած, բայց երբ իրական հաշվարկի ենք գնում, չկա որևէ հեշտացում, որևէ հարկերի թեթևացում, ընդհակառակը կա ծանրացում։ Դուք ինչու որոշեցիք Formex-ը բացել, հա, ուսուցման կենտրոնը, որովհետև նախկինում ունեցել եք դասավանդելու շատ հաջողված փորձ։ Այո, ունեցել եմ հաջողված փորձ, ունեցել եմ նաև լավ ուսանողներ, որոնք հիմա աշխատում են տարբեր ընկերություններում, այդ թվում նաև ինձ մոտ։ Formex-ը ես ցանկացա ուղղակի առանձնացնել, բրենդավորեցինք, ընկերությանը բավականին գեղեցիկ բրենդ ենք ստացել եւ կարծում եմ, որ կլինի հաջողված։ Իր հետ նպատակները շատ մեծ են։ Մեկ տարի է Formex-ը արդեն դիրքավորվել է, հա, ոլորտում, շուկայում։ Այդ մեկ տարին ձեզ ինչ է ասում։ Դիտարկել եք բնականաբար մեկ տարին։ Բնականաբար Formex-ը ստեղծել ենք ուսումնասիրելով յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր դրվագ ու կառուցվածք, հա, թեկուզ բրենդը ստեղծելուց մասնագետների միջոցով քննարկել ենք։ Եղել է շատ բարդ աշխատանք։ Կարծում եմ Formex ունենալու է մեծ ապագա, ես տանելու եմ Formex-ին դրան, մենք ունենալու ենք բավականին հաջողված մեծ ուսումնական կենտրոն։ Իսկ ինչով են տարբերվելու ձեր դասընթացները մնացած բոլոր դասընթացներից։ Ես չեմ ցանկանա այս պահին շատ մանրամասնել մեր տարբերությունները, հստակ ունենք ընդգծված տարբերություններ, որ այս պահին մենք շուկայում չունենք։ Մեր նպատակը Formex-ով շատ ավելի տարբերվող, շատ գիտելիքներ տրամադրող, մեր հասարակությանը ավելի իր իրավունքներին ծանոթացնող ընկերություն է դառնալու։ Ձեզ մոտ գալիս են սովորելու եւ սկսնակները եւ գալիս են վերապատրաստվելու, չէ՞։ Գալիս են եւ սկսնակները եւ վերապատրաստվելու, այո, եւ գործող հաշվապահները եւ այն ուսանողները, որոնք որ ուղղակի սովորում են համալսարանում եւ իրենց պետք է գործնական պրակտիկա եւ արդեն պատրաստի հաշվապահները։ Կարող է առանց բազային գիտելիքի մարդը դառնալ լավ հաշվապահ։ Այս պահին շատ ունենք հասարակությունում։ Դրա համար եմ հարցնում։ Դիմում են տարբեր մարդիկ, ովքեր որ ունեն տարբեր տեսակի մասնագիտություններ, բայց ցանկանում են դառնալ հաշվապահ, ոչ։ Ես հստակ, անկեղծորեն, միգուցե շատերը ինձ հետ չեն համաձայնվի, բայց ես ասում եմ ոչ, որովհետև մենք հաշվապահներ դառնալու ընթացքում սովորել ենք տարիներ։ Անցել ենք որոշակի ճանապարհ, 4 ամսում, 6 ամսում դառնալ հրաշալի հաշվապահ, ուղղակի ըստ իս հնարավոր չէ։ Հնարավոր է լինել հաշվետար, ծանոթանալ մասնագիտությանը աշխատել, բայց դրանից հետո անպայման պետք է յուրաքանչյուր մարդ նորից շարունակի կրթվել։ Այսինքն ավարտես 4 կամ 6 ամսյա դասընթացը, դրանից հետո եւս մարդը պետք է գնա այլ ուսումնական կենտրոն, անցնի գործնական պրակտիկա, պետք է անդադ աշխատի։ Որտեւ այդ 4 ամսվա ընթացքում ինքը ուղղակի կծանոթանա աշխատանքին, կկարողանա աշխատել։ Հրաշալի հաշվետար կաշխատի, միգուցե նաև որոշ ընկերություններում հաշվապահ պատրաստ կաշխատի, բայց գլխավոր հաշվապահ ոչ։ Այդ հարցը մեզ տրվում է ամենաշատը։ Երբ որ զանգում են ընկերություն, առաջի հարցը կդառնան գլխավոր, մենք ունենանք այս որակները եւ անկեղծորեն պատասխանում են, որ ոչ։ Որտեղ մենք անցել ենք որոշակի ճանապարհ, ամեն դեպքում 3 մասնագիտություն։ 10+ տարիներ։ Ուղարկում եք սկսելու ամենասկզբից։ Ուղարկում ենք սկսելու ամենասկզբից։ Այն մարդիկ, ովքեր որ ավարտել են համալսարանը հենց այդ մասնագիտությամբ, բնականաբար իրենց հետ հեշտ է, իրենց կարելի է պատրաստել հստակ հաշվապահի, լավ հաշվապահ, տալ գործիքներ, որպեսզի իրենք կարողանան ցանկացած ընկերությունում աշխատել։ Միանշանակ հաշվապահի կողքը դնում ենք անդադ ուսումնասիրել, կրթվել, հետևել օրենսդրական փոփոխությունների։
Փորում ենք մի դրական բան էլ ունի Smart-ի համար, հա, հաշվապահական ընկերության, որովհետև ձեր ուսանողներից լավագույնները նաև համալրում են ձեր շարքերը եւ ինչով է դա լավ, որովհետև պահպանվում է ձեռագիրը, հա, աշխատելավոճը։ Այո, ամենասկզբում փորձել եմ հենց դա էլ անել, վերցնել ուսանողներ, որոնք որ կունենան մեր ձեռագիրը, մեր մտածողությունը, մեր պատասխանատվությունը, մեր մոտեցումները, ընդունել որպես ինձ մոտ աշխատանքի, տալ իմ ընկերություններին։ Իմ ընկերություններում կան աշխատակիցներ, որոնք հենց իմ ուսանողներն են, այսինքն իրենք ունեն իմ ձեռագիրը, ես վստահում եմ իրենց ամբողջությամբ, իրենց պատասխանատվությամբ, մասնագիտական որակներով եւ կարողություններով։ Դրանք մեզ համար շատ կարեւոր են, որպեսզի կարողանանք համատեղ, համահունչ աշխատել, չունենանք որոշակի սկզբունքներ։ Տեսեք, հաշվապահության մեջ անկեղծ ինչ-որ բաներ կան, սա չարեցինք, կարելի է անցկացնել եւ այլն, հա, որպեսզի դա չունենանք, ունենանք փող վստահություն, որը որ չի վնասի ընկերությանը։ Դրա համար ավելի լավ է ունենալ մեկ ամբողջական թիմ եւ թիմից տրամադրել աշխատողներ։ Գաղափարները կրեն իրենց մեջ արդեն իսկ ամենասկզբից։ Ձեր 3 մասնագիտությունները որքանով են օգնում իրար եւ օգնում ձեզ։ Ամբողջացնում են։ Այս պահին ես կարողանում եմ աշխատել եւ ֆինանսական ոլորտում եւ փորձում եմ հիշել իրավական որոշակի, ամեն դեպքում մտածողությունը դեռ պահպանվել է ինձ մոտ եւ այս պահին դա ինձ ուղղակի օգնում է, ավելի ամբողջական է դարձնում տարբեր տեղերում հանդես գալ։ Գոհար, ձեզ համար կին լինելը բիզնես աշխարհում առավելություն է թե կրկնակի պատասխանատվություն։ Առավելությունը։ Հիմա Հայաստանում ավելի շատ են աղջիկները զբաղվում բիզնեսով, փորձում դառնալ ինքնուրույն։ Հիմնում են իրենց բիզնեսները, ավելի ձգտող են, բայց բնականաբար ավելի դժվար է։ Տղամարդկանց համար դռները մի քիչ ավելի բաց են, համագործակցությունները ավելի շատ են։ Աղջիկների համար կա միանշանակ որոշակի սահմանափակումներ։ Կարծում եմ լինել Հայաստանում եւ լինել բիզնեսում դա առավելություն է ցանկացած աղջկա համար։ Ասում են գեղեցկությունը երաշխավորական բաց նամակ է ուղղված աշխարհին։ Դուք գեղեցիկ կին եք։ Այդ գեղեցկությունը ձեզ օգնում է հարաբերություններ կառուցելիս բիզնեսում, թե անընդհատ պետք է ապացուցես, որ նաև խելացի ես։ Օգնում է, ներկայանալի է դարձնում տարբեր տեղերում, բայց պետք է վերադառնանք այն ամենաառաջի հարցին՝ կին, հաշվապահ, գեղեցիկ ու նմանատիպ այլ բառեր միասին բարդացնում է մեր աշխատանքը։ Մենք աշխատում ենք ֆինանսների հետ եւ հավատացեք, որևէ շատ գեղեցկություն մարդուն չի բերի նրան, որ կհամաձայնվի մի քանի միլիոն կորցնի։ Հետևաբար համագործակցությունը վստահաբար ավելի դրական է ստացվում, ամեն դեպքում գեղեցիկ ես, ներկայանալի ես եւ այլն, բայց աշխատանքի պատասխանատվությունը մեկ է, մնում է պատասխանատվություն մեր ոլորտում։ Կարծում եմ մեր ոլորտը հենց դրանով էլ առանձնանում է մյուս ոլորտներից։ Մեզ մոտ ավելի չոր է սկզբունքները դրված։ Ինչքան էլ որ հանդիպումների ժամանակ, հա, ամեն դեպքում հաճելի է գործատուների, բիզնեսմենների մեծամասնությունը, նաև տղամարդիկ են եւ այլն, բայց մասնագիտական որակները շատ կարեւոր է, որքան էլ դու լինես ներկայանալի զրույցի ընթացքում չկարողանաս տրամադրել համապատասխան խորհրդատվություն, մասնագիտական բարձր որակներ, կլինես իրենց համար լավ ընկեր, բայց չեմ կարծում կլինես գործընկեր։ Իսկ դուք ձեր կանացի հմայքը որպես զենք երբեմն օգտագործում եք թե չէ։ Չեմ կարող ասել, միգուցե այո։ Դա կարծում եմ կպատասխանեն իմ գործընկերները, որքան եմ օգտագործել, որքան չեմ օգտագործել, բայց որ տարբեր տեղերում լինում ես ներկայանալի եւ ընդունում ես շատ լավ, դա միանշանակ կարող եմ ասել։ Ես գիտեմ, որ դուք անչափ զբաղված եք լինում, բայց միշտ հետաքրքրել է, թե ինչպես եք կարողանում հավասարակշռություն ստեղծել աշխատանքի եւ ընտանիքի, աշխատանքի եւ ընկերների եւ ձեր հաճույքների մեջ։ Որտեղից եք գտնում այդ ժամանակը։ Հաշվապահի մտածողություն։ Փորձում եմ ամեն ինչ բալանսավորել, դնել ամեն ինչ իրենց տեղերում, միանշանակ լինում են պահեր, որ տուժում է ընտանիք, աշխատանք ու հիմնականում տուժում է ավելի շատ ընտանիքը, որտեվ աշխատանքում միշտ լինում եմ, շատ դեպքերում չեմ հասցնում ընտանիքիս անդամներին տեսնել, բարեկամներիս տեսնել, ընկերների հետ հավաքույթներին լինել, բայց միշտ լինում եմ աշխատանքում։ Փորձում եմ այդ թվում նաև ճանապարհորդել, որոշակի հետաքրքիր բաներ, բացի աշխատանքից մտցնել իմ կյանք։ Իսկ ո՞րն է այն ամենակարևոր բանը, որի համար միշտ ժամանակ եք գտնում
անկախ զբաղվածությունից։ Ծնողներիս ժամանակ հատկացնելը այս պահին իմ գերլարված իրավիճակում ես փորձում եմ հասցնել իրենց բոլոր հարցերին, ինչքան հնարավոր է լինել իրենց կողքին եւ զբաղվել իրենց մոտ առաջացած հարցերով։ Կարծում եմ այս պահին դա է։ Երկրից գնալ, որոշակի նոր բան տեսնել միասին, փորձում եմ ժամանակս ավելի շատ, որքան հնարավոր է իրենց հետ անցկացնել։ Եվ զգում եմ, որ ամեն տարի մի քիչ ավել իրենք ունենում են այդ ամենի կարիքը մի քիչ շատ։ Դուք այսօր շատ սիրուն կանաչ պիջակով եք եկել եւ շատ սիրուն է ձեր լուքը, բայց առհասարակ, Smart հաշվապահական ընկերության տնօրենի աշխատանքը ինչ որ ձևով սահմանափակում է ձեր զգեստապահարանը։ Միանշանակ սահմանափակում է։ Ես վերջի տարիներին ինչքան ինձ հիշում եմ, եղել եմ պիջակով, բարձրակրունկներով, դասական հագուստներով, եղել են ժամանակ, որ հոգնում ես, նաև այդ կերպարից։ Երբ արձակուրդի ես լինում, ուղղակի նետում ես պիջակները եւ այլն, փորձում ես լինել ավելի թեթև հագուստների մեջ, ավելի գեղեցիկ, էսթետիկ եւ այլն։ Միանշանակ պարտադրող է, դա ոչ միայն ինձ, այլ նաև կարծում եմ մեր ոլորտում յուրաքանչյուրի։ Մեր շփումները օրվա ընթացքում տարբեր կառույցներում լինելը, տարբեր ընկերությունների հետ շփվելը բավականին շատ է եւ պետք է լինել ներկայանալի։ Եվ ելի մենք ունենք հասարակությունից եկած մի հատ պատկեր, հաշվապահ պետք է լինի խիստ դեմքով, պիջակներով, ընկալման խնդիր էլ կա այստեղ։ Dress code-ը իհարկե պահում եք, բայց այն մյուսը խիստ դեմքը ձեր մոտ երբևէ չէր ստացվելու, այո։ Դա դրսևորվում է խիստ աշխատանքում։ Մեր իրավաբաններից մեկը հետաքրքիր արտահայտություն արեց, տեսքից նայում ենք շատ նուրբ ես գոհար ներսում, ահա որ դժվար է։ Ահա որ խիստ եք, ասում եմ, հա, արտաքինը շփման մեջ հրաշալի է, բայց աշխատանքում շատ խիստ սկզբունքներ կան։ Դա պարտադիր չի, էլի հագուստով կամ ինչ-որ դիմագծերով արտահայտել։ Դուք հիմա զբաղված եք ձեր տեխնոլոգիական աշխատանքը գրելով եւ շատ հետաքրքիր թեմա եք ընտրել կոռուպցիայի թեման։ Շատ հետաքրքիր թեմա եմ ընտրել, որը ինձ համար կարծում եմ միշտ եղել է հասարակության ուշադրությունում, տարբեր պետություններում միշտ առկա խնդիր է։ Գրում եմ կոռուպցիան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում։ Ունենք մի քանի արդեն տպագրած հոդվածներ, գիտական ուսումնասիրություն ենք անցկացնում տարբեր երկրներում, ինչպիսին է փորձը այնտեղ, ինչպես են փորձում պայքարել, այդ չարաբաստիկ իրավիճակի դեմ, որովհետև դա խալխլում է լրիվ պետական համակարգը, ստեղծում է որոշակի մենաշնորհներ եւ այլն։ Փորձում ենք միջազգային փորձը վերցնել, համեմատել Հայաստանում ինչ է կատարվում, ամեն իշխանության ժամանակ ոնց է եղել, այս պահին ոնց էր, նախորդ իշխանությունների ժամանակ ոնց էր։ Հետաքրքիր է իմ աշխատանքը շատ այդ մասով։ Կարծում եմ կլինի օգտակար մեր հոդվածները նաև մարդկանց համար եւ միգուցե ինչ որ մի պահի որոշակի հետաքրքիր առաջարկ նաև մենք կանենք կոռուպցիայի դեմ պայքարելու մասով։ Գիտեք այս պահին ինչ եմ մտածում, որ այսքան բան եք ստեղծել, հաշվապահության ոլորտում, հնարավոր է, որ դրանից հետո գնաք այն մյուս մասնագիտության հետևից իրավաբանության։ Մտածել եմ դրա մասին, այս պահին եմ մտածում, չեմ թողնի հաշվապահությունը վստահ, որովհետև ես փուճուրսս փայփայել, սիրել, մեծացրել եմ, այդ ընկերությունը չեմ թողնի, բայց այլ ինչ ուղղություններ, որ կավելացնեմ, դա արդեն ընթացիկ է, ինչպես կների ժամանակս, այդ պահի հույզերը, տեսնենք ոնց կլինի, կարծում եմ հնարավոր է։ Շատ շնորհակալություն Գոհար, ձեր այս սիրուն ներկայության համար, շատ հետաքրքիր զրույցի համար, անկեղծ, ջերմ, պոզիտիվ, ինչպես ինքներդ դուք եք եւ այս տոնական օրը դուք եկաք ու գեղեցկացրեցիք։ Իհարկե հրաժեշտին Մարաշի այս շքեղ տուփը ձեզ կվայելեք ձեր ընտանիքի հետ միասին։ Շնորհակալ եմ շատ համեղ քաղցրավենիքի համար, կարծում եմ ամենանախընտրելին է այս պահին ինձ համար։ Դեմ չեք, չէ՞ որ մենք մեր հանդիպումը տնական ավարտենք բլիցով։ Իհարկե դեմ չեմ։ Հետաքրքիր են ձեր հարցերը։ Որն է կնոջ ուժը։ Համայնքը։ Դժվարության պահերին ինչն է օգնում չկոտրվել։ Մոտիվացիան։ Ինչպիսին է ձեր իդեալական օրը առանց աշխատանքի։ Չգիտեմ, չի եղել։ Եթե այսօր ամեն ինչ սկսեիք նորից, ինչը կանեիք այլ կերպ։ Ժամանակս ավելի ճիշտ կօգտագործեի։ Եթե հաղորդագրություն ուղարկեիք 18-ամյա Գոհարին, ինչ կգրեիք։ Մի անհանգստացիր, ամեն ինչ լավ է։